Ինչն է իրականում Վրաստանում օրինական եւ ինչը ոչ։ Ներկայումս Վրաստանում օրինական է անձնական օգտագործման համար մարիխուանա ունենալը եւ այն սեփական տարածքում օգտագործելը։ Սա նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները եւ այցելուները կարող են օգտագործել մարիխուանա իրենց տներում կամ մասնավոր վայրերում առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու։ Սակայն կարևոր է հիշել, որ լիակատար լեգալիզացիա չի եղել։ Օրենսդրությունը սահմանում է հստակ սահմանափակումներ։ Չնայած ապաքրեականացմանը հանրային վայրերում, օրինակ փողոցներում, հրապարակներում, հանրային տրանսպորտում եւ այլն, մարիխուանա օգտագործելը խստորեն արգելված է եւ ենթակա է վարչական տույժերի։ Դա պայմանավորված է հասարակության այն մասի շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ, ովքեր չեն ցանկանում շփվել մարիխուանայի ծխի կամ ունեն բացասական վերաբերմունք դրա նկատմամբ։ Խախտման դեպքում նախատեսվում է 800-ից 1200 լարի տուգանք, որը մոտ 156,000 դրամից 234,000 բհ կամ 290 դոլարից մինչև 430 դոլար է։ Իսկ եթե օգտագործումը տեղի ունենում երեխաների ներկայությամբ կամ հատուկ վայրերում, տուգանքը հասնում է մինչև 1500 լարի, որն էլ մոտ 292,000 բհ կամ 540 դոլար է։